ավելացնելու խնդիր ունենք, տեխնիկական վրիպակա մենք կշտկենք։ Վերջին 5 տարիներին Գագիկ Խաչատրյանի ղեկավարության շրջանում ֆինանսների նախարարությունն ու նախկին պետական եկամուտների կոմիտեն առանց բաց մրցույթի IU Networks ընկերությանը տվել են 4 միլիարդ 731 միլիոն դրամի կամ շուրջ 10 միլիոն դոլարի պատվեր։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած այս ընկերությունը կապվում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներից մեկի հետ։ Ըստ Հայաստանի կառավարության պետական ռեգիստրի IU Networks-ի բաժնետոմսերի 60%-ը պատկանում է Հայկ Խաչատրյանին։ Նույն անունով անձն է նաև Խրոնոգրաֆ թանկարժեք ժամացույցների խանութ սրահի հիմնական բաժնետերը։ Նախկինում նա խանութի բաժնեմասերը կիսել է Գագիկ Խաչատրյանի երկու որդիների՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների հետ։ IU Networks-ի և Խրոնոգրաֆի բաժնետեր Հայկ Խաչատրյանի հասցեն նույնն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում այդ հասցեում Հայկ Խաչատրյան անունով այլ անձ գրանցված չէ։ Հայկ Խաչատրյանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է։ Ազգակցական կապը հաստատել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը 2 տարի առաջ դիմել էր պարզելու, արդյոք Գագիկ Խաչատրյանը և նրա որդիներին ու հարազատներին պատկանող ընկերությունները չեն գտնվում շահերի բախման իրավիճակում, այսինքն արդյոք Խաչատրյանը չի օգտագործում իր դիրքը այդ ընկերությունների վիճակը բարելավելու համար։ Հանձնաժողովը տվել է եզրակացություն, ըստ որի ամեն ինչ օրենքի շրջանակում է։ Ըստ հանրային ծառայության մասին օրենքով հորեղբոր տղան չի մտնում ազգակցական կապի շրջանակի փոխկապակցված անձանց մեջ։ Այդ առումով շահերի բախում չկա, առերևույթ որպես այդպեսի չկա։ Տիգրանյանի խոսքով օրենքը հաշվի չի առնում թվացյալ կամ հնարավոր շահերի բախման իրավիճակները, այնինչ եվրոպական երկրներում դա ամրագրված է օրենքով։ Մեր օրենսդրությունը միայն փաստացին է ֆիքսում։ Իսկ եթե չկա, որ նրա մերձավոր ազգականը իրավական դրության բարելավում է ստացել, ուրեմն չկա շահերի բախում։ Այս տեսակ ձևակերպմամբ շահերի բախում երբևէ Հայաստանում որպես այդպիսին երևույթ տեղի չի ունենա։ Բայց նաև այն փաստ է, որ նրա բիզնեսները կամ նրա ազգակցականների մասնակցությամբ ընկերությունները պետական գնումներում միշտ շահած են դուրս գալիս, այստեղ բնականաբար պիտի լինի այն ողջամիտ կասկածը եւ մեկնաբանվի, որ նա կարող էր օգտագործել իր պաշտոնական դիրքը։ Մեկ ամիս առաջ IU Networks ՍՊ-ի հետ կնքվել է ավելի քան 800,000 դրամի պայմանագիր, որի դիմաց կազմակերպությունը պետք է իրականացնի էլեկտրաէներգիայի մատակարարման սարքերի տեղադրման աշխատանքներ։ 2011-ին, երբ Գագիկ Խաչատրյանը ղեկավարում էր պետական եկամուտների կոմիտեն, կազմակերպությունը 200 միլիոն դրամով իրականացրել է ավելացրած արժեքի հարկի վերադարձի ավտոմատացված համակարգի սարքավորումների մատակարարում եւ տեղադրում։ Մեզ հասանելի պայմանագրերի ցանկից ամենաթանկարժեքը կնքվել է նախորդ տարեվերջին։ Ֆինանսների նախարարության հետ կնքված շուրջ 4.3 միլիարդ դրամի կամ շուրջ 9 միլիոն դոլարի պայմանագրով IU Networks ՍՊ-ն պարտավորվել է իրականացնել Հայաստանի մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման կամ նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքներ։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխնախագահ Հայկ Չոբանյանի պնդմամբ IU Networks-ը ներքին շուկայի համար աշխատող հայաստանյան եզակի պրոֆեսիոնալ ընկերություններից է։ Կարծում եմ IU Networks-ը որոշակի մրցակցային առավելություններ ունի, որովհետև օբյեկտիվորեն ստեղծվել է այնպես, որ տարբեր ընկերություններ տարբեր ոլորտներում մասնագիտանում են եւ դա դառնում է իրենց համար լրացուցիչ մրցակցային առավելություն։ Գագիկ Խաչատրյանի ղեկավարած կառույցների կողմից IU Networks ընկերությանը շուրջ 10 միլիոն դոլարի պատվերները տրվել են բանակցային ընթացակարգով, առանց բաց մրցույթի հայտարարման։ Հայկ Չոբանյանի խոսքով տարեկան Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական գնումները կազմում են մի քանի միլիարդ դրամ։ Փորձագետի խոսքով մրցույթների մասին տեղեկատվությունը նախապես հրապարակելու դեպքում ավելի շատ ընկերություններ կկարողանային մասնակցել դրանց։ Որտեղ պետական գնումները դա այդպես չի, որ այսօր որոշեցին եւ վաղ գնեցին, դա սկզբունքորեն գոնե 1 տարի առաջ պետությունը գիտի, թե ինչ ձեռքբերումներ ինքը պիտի ունենա։ Շահում է այն ընկերությունը, ով մի քիչ ավելի շուտ է դրա մասին տեղյակ եղել եւ սա էլ է մեխանիզմ, որը գործում է իրականում, այսպես ասած, կոռուպցիոն մեխանիզմ է ինքը։ IU Networks ՍՊ-ն 2015-ի առաջին 3 կիսամյակների տվյալներով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից ամենախոշոր հարկատուն է։